Մարմարիկ գյուղում սուք է, Մարմարիկ գետը կրկին խլեց, բայց այս անգամ մի ամբողջ գյուղի խաղաղություն: Գյուղը երբեք այսքան լուրջ չէր եղել, այս լռության մեջ կա սրտակեղեկ, խորը անասելի ինչ-որ բան: Մարդկանց աչքերը կարմրած են, դարպասները կիսաբաց, բայց ոչ ոք այլևս ներս չի հրավիրում, որովհետև այստեղ բառերը քիչ են, գրկախառնություններն անզոր, իսկ ցավը անվերջ է: Գյուղում սուք է: Ոչ միայն մի ընտանիքի մեջ է վիշտն, այլ ամբողջ համայնքում: Երեխայի մահը ցավ է բոլորի համար, բայց երբ նա քո թաղի, քո բակի, քո փողոցի երեխա է, դա արդեն դառնում է կոլեկտիվ ողբ: Բոլորը սպասում էին, օրվա մեջ մի քանի անգամ լուրերը թարմացնում, բայց ցավոք: Եվ ահա, 20 օր անց, ցավը ստացավ իր անունը: Գտնվեց փոքրիկ Տիգրանը: Ոչ թե այնտեղ, ուր բոլորն ասում էին, այլ մի տեղ, ուր ջուրը չէր խնայում ոչինչ, ուր Մարմարիկ գետի բարարով սիրտն էր խլում ամեն անցորդ հույս: Այդ ջուրը, որ հարազատ էր գյուղացիներին, որը երեխաները խաղալիս էին անցնում, որը միշտ հոսել էր գարնան երգով, այս անգամ հոսեց վշտով: Մարմարիկի ջրերն այսօր դարձել են վախի ու հիշողության աղբյուր: Արդեն ոչ ոք չի անցնում առվի կամ արով, արդեն մանուկները չեն վազում նրա եզրերով: Գետը դարձել է անձայն վկա մի ողբերգության, որն անգամ իրեն չի սրբել: Գյուղացիներն ասում են, հիմա վախենում են գետից: Գետն այլևս ընկեր չէ, գետն այլևս մեղմ հոսք չէ, հիմա այն նման է հորդառատ արցունքների, որոնք մաքրում են ու մոլորեցնում: Մարդիկ լուռ սգում են, տան շեմի նստած տատիկները դանդաղ շշնջում են: Փոքր էր, անմեղ էր, ինչու՞: Երեխաներն անգիտակցաբար լռել են, նրանց խաղերը ընդհատվել են, ճիչերը չեն հնչում, խաղալիքներն անշարժ պառկած են: Բոլորը սպասում էին հրաշքին: Գոնե Մարմինը գտնվեց, ասում են, հույս կար, բայց հիմա գոնե չկա չգիտակցված դատարկությունը: Մինչ այս ամեն վայրկյան սպասում էին զանգի, ձայնի, շան-հաչոցին, իսկ հիմա այդ բոլոր տեղում կա մեկ բառ, վերջ: Սուք է: Բոլորի աչքերում կոկորդ խեղդող հարցեր են: Ինչ եղավ իրականում: Ինչ տեսավ նա: Ինչպե՞ս եղավ, որ այդ փոքրիկ ոտքերը հասան մինչև գետ: Հնարավոր էր փրկել, խուսափել, բայց պատասխան չկա: Փրկարարներն արեցին հնարավորն ու անհնարինը: Սուք է, բայց սուքը լռության ժամանակ չէ: Սուքը հիշելու, սիրելու ու ապրեցնելու ժամանակն է: Տիգրանի կյանքը կարճ եղավ, բայց հիշողությունը հավերժ: Եվ այսօր, երբ Մարմարիկը կրկին հոսում է, մենք այլևս չենք տեսնում գետ, այլ տեսնում ենք երեխայի անցած ճանապարհ: Գետն այլևս ուղղակի ջուր չէ, այն դարձավ տխուր խրոնիկա: Բայց գոնե գտնվեց, գոնե այսքան, որ Մարմինն այս աշխարհի մեջ վերջնական խաղաղություն գտավ, որ հայրն ու մայրն այժմ գիտեն, նա այլևս չի մոլորվում, չի սառչում, մենակ չէ: Հիմա փոքրիկ ոսկեհեր Տիգրանը երկնքում է, իսկ այստեղ գյուղում միայն հողն ու ջուրն են լուռ, մնացած բոլորը սգում են: Մարմարիկ գետում անհետանալուց 20 օր անց հայտնաբերված երկուամյա փոքրիկ Մարմնի արտաքին զննությամբ վնասվածքներ չկան, բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այս մասին Փաստինֆոյի հետ զրույցում ասել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, նշելով, որ նշանակվել է ԴԻԱԿ-ի դատաբժշկական փորձաքննություն: Երեկ ներքին գործերի նախարարն այցելած է եղել փոքրիկ Տիգրանի ընտանիքին: Այսօր առավոտյան գետի հատակից հայտնաբերել էին երեխայի մարմինը: Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Մեդիահաբի հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնել է փոքրիկ Տիգրանի որոնողական աշխատանքներից, թե ինչպես է հաջողվել գտնել նրա մարմինը հենց այսօր առավոտյան: Նաև որոշ տեղեկություններ հայտնել են երեխայի հարազատների հետ շփումներից: Շուրջ 20 օր ամեն առավոտ, վաղ առավոտից վեր սկսվում էին որոնողական աշխատանքները և դադարեցվում էին միայն մութն ընկնելուն պես: Եվ այսօր նույնպես վաղ առավոտից վեր սկսվել էին որոնողական աշխատանքները և ժամը 10:40-ի սահմաններում Մարմարիկ գետում Հրազդան ջեկի մոտակա կամրջի մոտ ջրասուզակը հայտնաբերել է որոնվող երեխայի դին: 20 օր շարունակ ինտենսիվ աշխատանքները շարունակվում էին, որին մասնակցում էին թե փրկարար ծառայողները, թե ոստիկաններ, քննարկվել են բոլոր տարբերակները, բոլոր վարկածները: Վերջին շրջանում նաև գետի հոսքի հետ կապված փոփոխություններ են իրականացվել և արդեն վերջին մի քանի օրերին գետի հոսքը բավականին նվազել էր համեմատած առաջին օրերի հետ և այսօր
Կամրջի տակ հայտնաբերվեց ցավոք սրտի երեխայի դին, ասել էր Նարեկ Սարգսյանը։ Դիտարկմանը, թե գետի հոսքի փոփոխությունն է նպաստել, որ երեխան հայտնաբերվի, քանի որ նախորդ օրերին ջրասուզակը մի քանի անգամ նույն տարածքում փնտրել է ու չի գտել, Նարեկ Սարգսյանն ասաց. «Ինչպես նշեցի, գետի հոսքի հետ կապված որոշակի փոփոխություններ են եղել, եւ այսօր գետի մակարդակը բավականին իջած է եղել, եւ ջրասուզակը հայտնաբերել է երեխայի դին գետից, ընդ որում ոչ թե ջրի վրայից, այլ խորքից, գետի հատակից»։ Ինչ վերաբերում է Տիգրանի հարազատների, նրանց հետ այս օրերին տեղի ունեցած շփումներին, ապա Ներքին գործերի նախարարության լրատվական ծառայության ղեկավարն ասաց, որ մշտապես ընտանիքի հետ կապի մեջ են եղել թե փրկարար ծառայության, թե ոստիկանության աշխատակիցները, իսկ երեկ էլ Տիգրանի հարազատների խնդրանքով երեխայի ընտանիքի հետ հանդիպում է ունեցել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Ընտանիքի կողմից վերջերս նամակ էին գրել Ներքին գործերի նախարարի էլեկտրոնային փոստին ցանկություն հայտնելով հանդիպել նախարարի հետ։ Երեկ Ներքին գործերի նախարարը այցելել է փոքրիկի հարազատներին քննարկելու ընդհանուր իրավիճակը, վարկածները, տարվող աշխատանքները, որից հետո նաև որոշակի հանձնարարականներ է տվել, ասաց Նարեկ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ժամը 10:52-ի սահմաններում ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ որոնողական աշխատանքներն իրականացնող փրկարարները ժամը 10:40-ում Մարմարիկ գետում Հրազդան ջեկի մոտակա կամրջի մոտ հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Ժամը 11:11-ին փրկարարները գետից դուրս են բերել երեխայի դին։ Հիշեցնենք, որ մայիսի 4-ին ժամը 11:47-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակից 2 տարեկան երեխան կորել է։